Կանխը մəhkəmə gəlir։ 40 օր խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո փետրվարի 5-ին խաղաղության մրցանակաբաշխության հաջորդ օրը Ադրբեջանի ռազմական տրիբունալը ցմահ ազատազրկեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 5-ին։ Արայեք Հարաթունյան 10 ռազմագերի ազատազրկվեց 15-ից 20 տարով։ Փետրվարի 5-ի ընտրությունը հասկանալի է։ Վճիռների հրապարակումից հետո ծանր ապրումներ են ունեցել ռազմագերիների ընտանիքները։ Խաղաղության հաստատման մասին իշխանական ճառերը գերիների հարազատներին աննշան հույս էին տվել, թե հնարավոր է արդարացման վճիռներ կայացվեն Բաքվում։ Ընտանիքները հաշվի առնելով հարցի էմոցիոնալ բնույթը դրական սպասումներ են ունեցել եւ շատերը չէին պատկերացնում, որ հենց ցմահ ազատազրկումը որպես պատժատեսակ կընտրվեր։ Դատական ակտերը բողոքարկելու են Ադրբեջանի հանրային պաշտպանները։ Սահակյանը վստահեցնում է, բողոքները միայն ձևական բնույթ են կրելու։ Պատմության մեջ դեռ չի եղել դեպք, որ ադրբեջանական դատարանը արդարացնի որևէ հայի։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բողոքարկումը լինելու է ձևական, ինչպես եւ ձևական էին այն պաշտպանական ելույթները։ Շինձու դատավարությունն ու անհեթեթ դատական ակտերը անհատական գանգատի տեսքով եվրոպական դատարան կուղարկեն գերիների ընտանիքները, թեև ըստ իրավապաշտպանի ավելի արդյունավետ կլիներ, եթե միջպետական գանգատ ներկայացներ պետությունը։ Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի այն դրույթը, որ երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն միջպետական գործընթացներից, քիչ հավանական եմ համարում, գրեթե անհավանական եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը նոր դատական գործընթացներ կամ մեկնարկի։ Միացյալ Նահանգների փոխնախագահի Երևան եւ Բաքու այցին ընդառաջ Սահակյանը 2 տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բաց նամակ է գրել փոխնախագահ Վենսին։ Իրավապաշտպանը վստահ է, գերիների հայրենադարձումը հնարավոր է քաղաքական, դիվանագիտական ճանապարհով։ Առանց գերիների խնդրի լուծման չի կարող լինել իրական խաղաղություն։ Չեմ բացառում այս տրամաբանության մեջ առանձին խմբերի հայրենադարձումը նախքան խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը։ Առանձին խմբեր ասելով Սիրանուշ Սահակյանը նկատի չունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Կարծում է նրանց վերադարձի հարցին Ադրբեջանը կանդրադառնա ամենավերջում։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։